Շնորհակալություն, որ ներկա եք Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25-ամյակին նվիրված փորձագիտական աշխատաժողովին, որը մենք անց ենք կացնում այդ ճեղքման փաստից 10 օր շուտ, քանի որ ես կարծում եմ, որ այդ 10 օրերի ընթացքում պետք է ձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը եւ իրականությունը այն մասին, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 77-88 թվականներից մինչև այն իրադարձությունները, որոնց մասին կխոսենք այսօր եւ դրանից հետո, եւ ցույց տանք իրական պատկերը, ապացուցենք, որ այլընտրանք, քան Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիաներ գոյություն չեր կարող ունենալ։ Նման միջոցառման անհրաժեշտության մասին մենք խոսում ենք բոլորս առանձին շփումներում եւ զրույցներում արդեն շարունակ ժամանակ եւ այսօր այստեղ հավաքվել են հիմնական մասը այն փորձագետների, որոնք հիմնավոր ուսումնասիրում են հիշատակված թեման։ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից առաջին հանրային պրոդուկտը, այսպես ասված, առաջին ֆիլմը Աղդամի օպերացիայի կամ այսպես կոչված Խոջալույի միջոցառումների մասին ստեղծվեց 12 թվականին դեռ, որտեղ մի մասը ֆիլմի մենք նվիրեցինք հենց Ստեփանակերտում տիրող իրավիճակին։ Օրերս մենք կհրապարակենք, կցուցադրենք եւս մեկ նոր ֆիլմ, որը ես կարծում եմ ավելի մատչելի կերպով միջազգային հանրությանը կներկայացնի այն հումանիտար աղետը, որը տեղի էր ունենում Ղարաբաղում եւ Ստեփանակերտում։ Եվ կարծում եմ, երբ մեր հարևանները ապագայում կփորձեն շահարկել որոշակի պատմական իրողություններ, մի շարք մարդկանց մոտ, որոնց մենք տարբեր լեզուներով հասու կդարձնենք մեր նյութերը, արդեն կլինի պատկերացում առնվազն այն մասին, որ այլընտրանք, քան ռազմական օպերացիաներ Աղդամի ուղղությամբ, այսպես կոչված Խոջալույի օպերացիան, այլընտրանք դրան պարզապես գոյություն չուներ։ Ես շատ շնորհակալ եմ փորձագետներին, հյուրերին եւ մեր գործընկերներին ազգային ժողովից, արտաքին գործերի նախարարությունից, Լեռնային Ղարաբաղի նախագահ աշխատակազմից, որ իրանք ժամանակ գտան եւ հույսով եմ, որ մեր շփումը կլինի արդյունավետ, ինչպես պաշտոնական ֆորմատում, այնպես էլ ընդմիջումների ընթացքում։ Մաղթում եմ բոլորիս բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք։